Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր կողքին է նաև մարդ, ով ամիսներ շարունակ աշխարհի իրավական հարթակներում բարձրաձայնել է անարդարության դեմ, պայքարել է Սամվել Կարապետյանի ազատության և հայ եկեղեցու իրավունքների համար, Ռոբերտ Ամստերդամ, Mr. Amsterdam, the stage is yours. Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ, միաձայն, մի հորիզոն, ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր, հողը հարթուն է, հայերին կանչում է, հայկական ոգին թող վերածնվի, միասին կանգուն ենք ուսուսի քայլում. Good morning, and God bless Armenia. Բարև ձեզ եւ Աստված օրհնի Հայաստանը։ We all face adversity, and our value is determined by how we behave in those difficult times. Բոլորս ենք դժվարությունների բախվում եւ մեր արժեքը կախված է նրանից, թե ինչպես մեզ կպահենք այդ ծանր ժամանակների ընթացքում։ I have seen Samuel Karapetyan separated from his family. Տեսել եմ, թե ինչպես է Սամվել Կարապետյանը առանձնացվել իր ընտանիքից։ In prison conditions, unfairly and unjustly, by a political figure acting out of weakness and fear. Բանտային պայմաններում անարդար եւ անհիմն քաղաքական մի գործչի կողմից, ով գործում է թուլության եւ վախի շարժարիտներով։ And yet, Samuel was rock solid, guided by his faith in God and his love for family and nation. Այնուհանդերձ Սամվելը ժայռի ամրություն է ցուցաբերել, առաջնորդվելով իր հավատով առ Աստված եւ ազգի եւ պետության հանդեպ իր սիրով, ընտանիքի եւ ազգի հանդեպ իր սիրով։ I consider speaking on behalf of this great patriot to be a high honor and privilege. Այս մեծ հայրենասեր անձի անունից խոսելը ես համարում եմ մեծ պատիվ եւ արտոնություն։ This is a man who will lead Armenians to honor their religion, culture and history. Նա մարդ է, ով կառաջնորդի հայերին, որպեսզի հարգեն իրենց կրոնը, մշակույթը եւ պատմությունը։ And not give in to foreign actors. Եվ չանել զիջումներ օտարերկրյա ուժերին։ This is a man who understands that peace is not surrender. Նա մարդ է, ով հասկանում է, որ խաղաղություն չի նշանակում հանձնվել։ And that as an Armenian, no future plan or political bonus justifies for one day the illegal imprisonment of the Christian martyrs in Baku. Եվ որպես հայ անձնավորություն հասկանում, որ ապագայի որևէ ծրագիր կամ քաղաքական շահ մեկ օրով անգամ չի հիմնավորում Բաքվում քրիստոնյա նահատակների ապօրինի ազատազրկումը։ I want to know why those pictures of those men are not everywhere. Yes, I want to know why they were not in front of the Vice President of the United States. Ուզում իմանալ, թե այդ մարդկանց լուսանկարները ինչու ամենուր տեղադրված չեն եւ ինչու այդ լուսանկարները չեն դրվել ԱՄՆ-ի փոխնախագահի առջև։ And I want to know why there are Christian martyrs in Yerevan today. Եվ կուզեի իմանալ, թե ինչու այսօր Երևանում կան քրիստոնյա նահատակներ։ Why is Samuel Karapetyan not here? Ինչու այստեղ չէ Սամվել Կարապետյանը։ His crime is to be a defender of God and Christ. Նրա հանցանքը Աստծո եւ Քրիստոսի պաշտպան լինելն է։ Those men in Baku Այդ մարդիկ Բաքվում, who have faced an illegal show trial ովքեր անօրինական շոու դատավարության են ենթարկվում, before a military tribunal
ռազմական դատարանի կողմից։ contrary to international humanitarian law. Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտմամբ And those are men for whom no stone must be left unturned այդ մարդկանց համար բոլոր սարերը պետք է շուռ տրվեն, to restore them to their country and their families. որպեսզի նրանք վերադարձվեն իրենց երկիր եւ իրենց ընտանիքներ։ We must talk about them every day, Մենք պարտավոր ենք նրանց մասին խոսել ամեն օր, every morning, every noon, and every night. ամեն օր, ամեն ցերեկ եւ ամեն երեկո։ What right have you to forget their sacrifice? Ինչ իրավունք ունեք մոռանալու նրանց զոհողությունը։ And what right does the government have Եվ ինչ իրավունք ունի կառավարությունը։ to talk to anyone about anything before those men are free? Որևէ մեկի հետ որևէ բանի մասին խոսելու, քանի դեռ այդ մարդիկ ազատ չեն։ I am old enough to remember the American hostages held in Tehran in 1979. Տարիքս ինձ թույլ է տալիս հիշել ամերիկացի պատանդներին, ովքեր պատանդ էին պահվում Թեհրանում 1979 թվականին, Who the mullahs would not release to Carter, but waited for the strong American leader Ronald Reagan to take office. ում մոլաները չէին ազատում եւ չէին տալիս Քարթերին, սակայն սպասեցին մինչեւ պաշտոնավարել սկսեց ուժեղ ամերիկյան առաջնորդ Ռոնալդ Ռեյգանը։ I assure you that all those who think the fate of these hostages can be used as leverage against Armenia will be sorely disappointed. Ես հավաստիացնում եմ, որ դառը հիասթափություն կապրեն բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այդ պատանդների ճակատագիրը կարող է որպես լծակ օգտագործվել Հայաստանի դեմ։ By the steadfast stand of a true leader of the Armenian people, my friend Samvel. Դառը հիասթափություն կապրեն բախվելով հայ ժողովրդի իրական առաջնորդ իմ ընկեր Սամվելի տոկուն դիրքորոշմանը։ Samvel's story is that rare combination of integrity, success, and determination. Սամվելի կյանքի պատմությունը ազնվության, հաջողության եւ վճռականության հազվագյուտ համակցություն է։ It is my hope in participating in this event that he can bring his talents to bear to serve the people of Armenia beyond all those efforts he has made in the past. Մասնակցելով այս միջոցառմանը հույս եմ փայփայում, որ նա կկարողանա իր տաղանդը ծառայեցնել Հայաստանի ժողովրդին, իլրումն բոլոր այն ջանքերի, որոնք նա գործադրել է անցյալում։ I have been an advocate for over 45 years Ավելի քան 45 տարի է ինչ ես մարդու իրավունքների պաշտպան եմ, and have been engaged globally to stand up against governments ամբողջ աշխարհում ինձ տարբեր տեղերում ներգրավել են, որպիսի ընդդիմանամ կառավարությունների, that place the interests of a few above the interests they have constitutionally sworn to protect. այն կառավարություններին, որոնք սակավաթիվ անձանց շահերը վեր են դասում այն շահերից, որոնք սահմանադրական երթմամբ հանձն են առել պաշտպանել։ I have seen show trials and the political instrumentalization of law to silence or jail political opponents. Տեսել եմ, թե ինչպես են շոու դատավարությունները եւ օրենքը քաղաքական գործիքի վերածելը, գործիք դարձրել լրացնելու կամ բանտարկելու համար քաղաքական հակառակորդներին։ It is in fact the willingness of this government to deny both the constitution of the country and the apostolic nature of its church that cries out for a strong answer here today and in the voting booths in June. Այսօր այստեղ եւ հունիսին քվեախցիկներում ուժեղ արձագանք է անհրաժեշտ, քանի որ այս կառավարությունը պետությունը ժխտում է պետության սահմանադրությունը եւ ժխտում է եկեղեցու առաքելական բնույթը։ It is the great irony of our present situation that those who support the rule of law are here today opening a campaign against those who fashion law
to fit their personal circumstance. Ներկայիս մեր իրավիճակը մեծապես զավեշտալի է, տեսնելով, որ նրանք, ովքեր աջակցում են իրավունքի կերակայությանը, այսօր այստեղ մեկնակում են քարոզարշավ ընդդեմ նրանց, ովքեր օրենքը հարմարեցնում են իրենց քաղաքական հանգամանքներին։ The people of Armenia must defend and honor the Armenian Apostolic Holy Church. Հայաստանի ժողովուրդը պետք է պաշտպանի եւ արգանքի турք մատուցի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ This country owes its culture and its language and its history to the church. Այս երկիրը իր մշակույթը, լեզուն եւ պատմությունը, մշակույթով, լեզվով եւ պատմությամբ պարտական է եկեղեցուն։ And what are we teaching our children when the Prime Minister derogates the history of the country? Եվ ինչ ենք մենք սովորեցնում մեր երեխաներին, երբ վարչապետը շեղվում է երկրի պատմությունից։ And derogates the symbols of the country itself. Շեղվում երկրի բուն խորհրդանիշներից։ It is my great honor to witness Armenians standing up for church and country at this time. Ինձ համար մեծ պատիվ է ականատես լինելու, թե հայերը ներկայումս ինչպես են ոտքի կանգնում ի պաշտպանություն եկեղեցու եւ երկրի։ And I want to say something on a personal note about Samvel. Անձնական մեկ նոտա հնչեցնեմ Սամվելի մասին, That I think I share with the other members of the legal team. որը կարծում եմ իրավաբանների թիմի մյուս անդամները համակարծիք կլինեն ինձ հետ։ When I went into the prison, Երբ ես գնացի բանդ, I expected after months of incarceration ակնկալում էի, որ մի քանի ամիս տևած ազատազրկումից հետո to see a man broken, tired, կտեսնեմ մարդ, ով կլինի կոտրված, կլինի հոգնած, get me out of here. կասի ինձ դուրս բերեք այստեղից։ Absolutely not what I saw. Եվ բացարձակ նման բան չտեսա։ I saw a man of faith Տեսա հավատքի մարդու, whose love of family and his love of God came before his own physical protection. ում սերն առ Աստված եւ սերն առ ընտանիք գերադասվում է սեփական անձի ֆիզիկական պաշտպանությանը, Who put his belief in his God and in his fate to the ultimate test of being willing to sacrifice his very freedom for the cause of Armenia. ով կարևորագույն փորձության ենթարկեց իր հավատքն առ Աստված եւ իր հավատքն առ հավատ, պատրաստ լինելով սեփական ազատությունը զոհաբերել անուն Հայաստանի Հանրապետության, անուն Հայաստանի ժողովրդի։ Only in his hands will the church be safe and the hostages return. Thank you very much. Միայն նրա ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ պատանները կվերադարձվեն։ Շատ շնորհակալություն։